եւ այլն։ Ու այդ մարդը սիստեմատիկաբար խմել է այդ դեղերը առանց ռեցեպտի։ Հիմա պիտի ամեն անգամ տվյալ քաղաքացին, ում պրիստուպը բռնել է, ում հարկավոր է այդ զոբի դեղը եւ հորմոններ եւ այլն։ Պիտի ամեն ամիս գնա հասնի դեղատուն, հերթ վերցնի, օր վերցնի, հերթ կանգնի, որ ամեն անգամ դեղատոմս գրվի եւ այդ խեղճ մարդը գնա, հələ մի հատ է պիտի օր կարանա, հիմա այսօր մտավ գրանցվավ, մի 10 օրից նոր կարող է հերթը հասնի, 10 օրը ինչա խմելու տվյալ հիվանդը ես չգիտեմ քրոնիկական, գնա վեկալի նոր գնա առնի իա դեղը դեղատոմսով։ Ինձ հարցնում են իմ կարծիքը, ինչպիսին է ձեր կարծիքը, պարոն Ղուկասյան։ Պարոն Ղուկասյանը հայտարարում է հասարակության բոլոր շերտերի համար, նորից եմ կրկնում, սիրելի ժողովուրդ։ Իշխանության գալուն պես Վարդան Ղուկասյանը չեղարկելու է բոլոր որոշումները, բոլոր օրենքները, բոլոր հրամանները, ինչը ընդունվել է սրանց կողմից։ Լավնա, վատնա, բոլորը չեղարկելու են, սկսած են ռեստորաններում, որ աղաման չպիտի լինի, սկսած դա ես աղամանը կողխելու եմ մեջը լիքը աղ, ես շլդիկ, բոզիկ տաղու դլոյի մեջ, ու այդ աղը սենց մեջը ենքան թապտամ, մինչև աղը հեղուկ վիճակում աշկերից դուրս գա, ես աղարկի, ես սևուկուլիկ պորնիկ բալիկի, աղաման կլինի դա, այդ ավտոմեքենաների միջի, այդ ապծեշկեքը կլինի դա, այս ամենախայտարակ օրեն անտիբիոտիկները պիտի լինեն առանց ռեցեպտ։ Աշխարհը կլինի ոտիկ, պահանջի, որ Հայաստանում պիտի անտիբիոտիկը լինի ռեցեպտով, չի լինելու անտիբիոտիկը ռեցեպտով։ Ով ինչ ուզում է թողնի առի խմի։ Ես այդ օրենքն ընդունելու եմ։ Սրանց կողմից ընդունված բոլոր օրենքները չեղարկվելու են։ Այն որ ասում է հայտարարում եմ ամենայն պատասխանատվությամբ։ Էլեկտրոնային դեղատոմս հասկացողությունը վերանալու է։ Իսկ հիմա մենք ուզենք չուզենք պարտավորենք հանդուրժելու։ Միասնական տրանսպորտի են գինը, որ որոշել են, վերանալու է։ Ինչ օրենք ընդունել են։ Այս բոզի տղեկից ոչ մի բան չի մնալու։ Օպտեմ բերտ։ Ամեն օր, ամեն րոպե քնում են, մտածում են, ինչ օրենք ընդունենք, որ մարդու վիճակը բարդացնենք։ Գումարած այդ բանակեն շիշ բռողը որ բերել են ղաղբային օրենքը, բանակի, այդ էլ չեղարկվելու։ Այն մարդիկ, ովքեր հիմա ակցիան բռնա մտածում են վճարեն գանք Հայաստան այդ բանակի օրենքը, մի վճարեք, մի եկեք։ Ոչ մի բան մի արեք, որովհետև այդ օրենքները չեղարկվելու են։ Ինչ սրանք ընդունել են չեղարկվել, այն շին թույլտվությունները, որոնք որ տվել են բանով կոնդով, ֆիզիկայի ինստիտուտով, ֆիզիոթերապևտիկ ինստիտուտով, լրիվ չեղարկվելու են։ Այն շենքերը, ինչեր են ղախպի տղի անունը, Ձերժավայի արկադիկեր, ինչ է, ուղղակի չեմ ուզում անունները խառնեմ, որ պետական համալսարանի հանրակացարանը պրասպեկտի վրա զավթե սարքմա հյուրանոց։ Այդ գեղեցիկ հյուրանոցը ես սարքելու եմ հանրակացարան։ Եվ առհասարակ Գերևան քաղաքում գործող այն հյուրանոցները, որոնք պատկանում են այս կամ այն օլիգարխին, ես սարքելու եմ ուսանողական հանրակացարան։ Երկար ժամանակ մտածում էի, ինչ կարելի է անել։ Որոշեցի, որ ամենաճիշտը ուսանողական հանրակացարանն է, մեկը կլինի պոլիտեխնիկինը, մյուսը կլինի պետական համալսարանը, մեկը կլինի բժշկական համալսարանինը, եւ դա դառնալու է հանրակացարան։ Դուք այսօր սիրուն սարքեք։ Են բանը, անիշա, քետնի միրան։ Ուրեմն, չգիտեմ, ինչքանով է այս տեղեկատվությունը ճիշտ, սուտ, համապատասխանում է, չի համապատասխանում եւ այլն։ Քետնի միրան կոչված անձնավորությունը առաջարկել է սրանց բավականին լուրջ թիվ։ Որ ասում է տասնյակ, հարյուրավոր, միլիոնավոր դոլարն է, որ ես տամ, մենակ հետ վերադառնամ Հայաստան։ Չգիտեմ, խի սրանք ասում են նետ։ Օրինակ, ես ելնեի իշխանության տեղը, կասեի դուր, արի։ Մարդը կտար, կգար, հենց այլապորտում կբռնվեր։ Ու հիմա ինգես Ռուսաստանի դեսպանի հետ են սյունած արծիվներ, ինչ են, խաչիկյաններ, ինչ երևույթեր եւ այլն, դրանց հետ միասին Ռուսաստանով հույս ունեն իշխանափոխություն անելու Հայաստանի Հանրապետությունում։ Вот вам.
Ես մի հատ հարց եմ ուզում տամ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությանը։ Մի հատ ինձ խնդրում եմ կասեք, ինչ եղավ հարավ-հյուսիս ավտոճանապարհը։ Այդ հարավ-հյուսիս ավտոճանապարհը պիտի հանձնվեր 2016 թվին, 18 թվին, շուտես մի թվի պիտի հանձնվեր։ Միլիարդ ու կես վեկալավ Սերժ Սարգսյանը հարավ-հյուսիս էր սարքում, մինչև այսօր ոչ թիվը կա, ոչ փողը կա, ոչ անունը կա, դաժե մարդիկ մոռացել են, ոնց որ մոռացան Քետինի Միրանի բանը 3 տոննա նարկոտիկը, 2 տոննա բանը բռնեցի տալացիք, այլ մի տոննան էլ իբր թե պատապման բռնվավ Հայաստանի Հանրապետությունում։ Մենք դեռ չհասկացանք ինչ է լավ այդ նարկոտիկները, ինչ եղավ հարավ-հյուսիսը։ Փոխարենը որոշակի լրագրողներով եւ լրատվամիջոցներով 3 չէ մյուս օրը հանրապետական կուսակցությունը կազմակերպել էր հարցում փողոցում պրոսպեկտի վերեն մարդկանց բերեք օխել էին դալանի տակ լրագրողը կայնել էր մի քիչ վերև եւ հատ այդ մարդիկ դալանի տակից դուրս են գալիս իբր թե որպես հասարական ցորտ լրագրողը մոտենում է բարև ձեզ ում կտակ ձեր ձայնը այնտեղ հանրապետական կուսակցությանը շնորհակալություն գնաց մյուսն ագալը բարև ձեզ ում կտակ ձեր ձայնը այդ թվում են քրտնախաշ Դավիթը Սերժ Սարգսյանը եւ առաջին հայացքից տպավորություն էր թե դա ուղակի պատահական անցորդներ են ժողովուրդ զանգել է ասում են պարոն Ղուկասյան կողել են շենքի դալանի տակ հավքել են մի քանի հոգու այնտից հատ բաց են թողը դե լրագրողը գիտի արդեն ովքեր են մոտենումա բարև ձեզ ում եք ընտրելու այնի Սերժ Սարգսյան բարև ձեզ ում եք ընտրելու հանրապետական կուսակցություն բարև ձեզ ում եք ընտրելու Եմ այս ուզում եմ հասկանամ Սերժ Սարգսյան դու քեզ ես խապը թե ժողովրդին Չէ հարց ում ես դու խապում Լավ ինչ ձևով ինչ մեթոդով բացատրենք որ ձեզ վերարտադրումը բացառվում է Угаки бацарвума. Здесь в тупой русներին. Вот как объяснить русским идиотам, что возврат к власти бывших исключено? Миран Погосян, Аршак Карапетян, Шармазанов и так далее. Исключено. Не будет этого. Вот я не знаю, какая ветвь правительства Российской Федерации занимается этими идиотами. Какой идиот оттуда еще плюс. Что думает, что бывшие, но они же и нынешние, могут произвести переворот или прийти к власти в Армении. Вы что, совсем охуели? Не будет.